Մենք ապրում ենք երկրի վրա։ Մենք արդեն գիտենք, որ դա մի հսկայական գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով։ Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում։ Դրանցից մեզ առավել ծանոթ են լուսինն ու արեգակը։ Մութ գիշերին երկնքին նայելիս մենք տեսնում ենք բազմաթիվ լուսատու առկայծող կետեր։ Դրանք աստղերն են։ Բացի աստղերից, հայտնի են նաև երկնային շատ այլ մարմիններ, օրինակ արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ ավելի փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնց անվանում են մոլորակներ։ Դրանցից մեկը Երկիրն է։ Հետագայում մենք կծանոթանանք երկնային մի շարք այլ մարմինների։ Այս բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիեզերք։ Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք, այսինքն տիեզերքն այն ահռելի տարածությունը, որը լցված է հսկայական թվով տարբեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով։ Անձեն աչքով գիշերը երկնքում կարելի է տեսնել մինչև 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր։ Այդպիսի աստղ է մեզ լավ ծանոթ Արեգակը։ Արեգակի հետ համեմատած մնացած աստղերը մեզանից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այնքան փոքր են երևում։ Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածծից և հելիումից։ Աստղերի հնդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած։ Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների։ Աստղերն իրենց չափերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից։ Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում։ Միավորվելով դրանք կազմում են հսկա խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ։ Մեր գալակտիկան, որում գտնվում են նաև Արեգակը ու Երկիրը, անվանում են Ծիրկաթին։ Այն պարունակում է մոտ 200 միլիարդ աստղ։ Բացի մեր գալակտիկայից, գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ։ Դեռևս հին ժամանակներում երկնքում աստղերի դիրքը որոշելու, միմյանցից տարբերելու համար մարդիկ տեսանելի աստղերը բաժանել են խմբերի և դրանց անվանել համաստեղություններ։ Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ արջը, Փոքր արջը, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն։ Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաստեղություն։ Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ արջի համաստեղությունը, որի պայծառ 7 աստղերի համախումբն անվանում են Շերեբ։